բացարձակ չեմ մտածում, որ հեշտ է Գարեգին երկրորդին դա հնկեց անելը, ասենք։ Մենք նաև տեսնում ենք, որ Վլադիմիր Պուտինը միշտ էլ շքանշաններ է տվել եւ Գարեգին երկրորդին եւ նրա եղբորը, այսինքն նրանք հասկացել են, որ դա մեր ինչ ասեմ, որպեսզի վիրավորանք չհնչի, ազդեցության գոտին է, որովհետեւ անդակույց Ռուսաստանը պաշտպանում է նրան, ոչ թե հայ առաքելական եկեղեցու։ Ես գիտեք վստահ եմ Նարեկ ջան, որ եթե Գարեգին երկրորդը այսօր Նիկոլ Փաշինյանին պաշտպաներ, Վլադիմիր Պուտինը հաստատ հայ առաքելական եկեղեցուն չէր պաշտպանի։ Այսինքն այստեղ խնդիրը քաղաքական է եւ դրա համար ես չեմ կարող կանխատեսումներ անել, բայց այն որ Նիկոլ Փաշինյանը դիտակցում է իմ կարծիքով, որ եթե Գարեգին երկրորդի անձի հանդեպ արդեն ոտնձգություն լինի, դա ձեռնոց է Վլադիմիր Պուտինին, արդյոք նա այդ քայլերին պատրաստ է Ռուսաստանի կողմից հակազդեցության, ես դա չեմ կարող ասել, դա արդեն միայն ինքը գիտի ինչ կորոշի։ Մյուս կողմից կարծում եմ մինչև ընտրությունները թեման կթեժացի, որովհետև այլևս այդ սպիտակը Քոչարյանի հետ չի աշխատում, կարծես այս նոր ընդդիմության հետ էլ չի աշխատում, եւ հիմա լոզունգը լինելու է մեր հավատքը մաքրելը վեհարանը, այդ իրենք ինչ որ ասում են։